Բարև ձեզ սիրելի YouTube-յան դիտորդներ։ Դուք դիտում եք 360 աստիճան հաղորդումը։ Հաղորդում Հայաստանի եւ տարածաշրջանի մասին։ Ինչպես եւ ասել էինք մեր առաջին հաղորդման ընթացքում, մենք խոսելու ենք հայկական շահի մասին եւ այն մարդկանց մասին կամ պետությունների մասին, ովքեր պաշտպանելու են հայկական շահը, հայոց շահը։ Այսօր, ինչպես տեսնում եք, մենք տաղավարում հյուրեր չունենք։ Այո, եւ ես հակած եմ գրվածքով շապիկ, որտեղ որ գրված է գնա, որ գնան։ Ինչին է սա վերաբերվում։ Իհարկե ընտրություններին։ Այո, դուք ճիշտ գուշակեցիք։ Հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի Հանրապետությունում ընտրություններին։ Ընտրություն, որի արդյունքները փոխելու են շատ բան։ Ու այն հարցը ու կարծրատիպը, որ իմ ձայնը կամ իմ ընտրությունը ոչ մի բան չի փոխելու, շտապում եմ ձեզ հիասթափեցնել, որ սխալ է։ Յուրաքանչյուրիդ կատարած ընտրություն եւ յուրաքանչյուրիդ ձայնը կարեւոր է եւ օրհասական է Հայաստանի Հանրապետության այսօրվա իրավիճակի համար։ Գիտեք, շատ մոդայիկ է դարձել մի հասկացողություն կամ այսպես ասած աֆորիզմ, որը գալիս է դարերից, բայց այս օրերին ավելի շատ ակտուալություն է գտել։ Ես չեմ զբաղվում քաղաքականությամբ, ասում են մարդիկ եւ դուրս են գալիս բոլոր քաղաքական հասարակական հարցերից, նույնիսկ ամենահասարակ հարցից, ձեր ընտրության հարցից, ձեր ընտրական իրավունքի հարցից։ Սա իրականում միֆ է, քանի որ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում քեզանով։ Հույսով եմ, որ դա շատ եք լսել, շատ եք լսել, բայց իրականում սա իրականություն է, քանի որ հենց քաղաքականությունն է, հենց քաղաքական էլիտաներն են, իշխանությունն է որոշում քո այսօրվա, վաղվա օրը եւ մոտ ապագան, նաեւ հեռավոր ապագան։ Այո, ինքն է զբաղվում քեզանով, քո կյանքով, քո կյանքի բոլոր ոլորտներով։ Եկեք ուղղակի հասկանանք, մեր կյանքի տնտեսական, կրթական, նույնիսկ անձնական ոլորտում այսօր կա քաղաքականություն եւ յուրաքանչյուր արած որոշում եւ կատարած քայլ ազդում են մեր կյանքի որակի վրա։ Նույն տրանսպորտի հարցը, նույն հարկերի հարցը։ Մենք ավելի ճիշտ կորցրեցինք Արցախը։ Հիմա հետապնդվում են հայ առաքելական եկեղեցու հետնորդները։ Հիմա հետապնդվում են այն մարդիկ, ովքեր օգտագործում են իրենց իրավունքը, օգտագործում են խոսելու, իրենց կարծիքը եւ ձայնը արտահայտելու իրավունքը։ Միթե սա մեր բոլորիս չի վերաբերվում։ Դուք պետք է զբաղվեք քաղաքականությամբ։ Ու դա չի նշանակում, որ դուք պետք է գնաք ազգային ժողով եւ ինչ-որ որոշումներ կատարեք։ Ոչ սիրելի հայրենակիցներ, դուք պետք է օգտվեք ձեզ տրված իրավունքից որպես քաղաքացի եւ որպես հայ։ Դուք պետք է ընտրեք եւ անպայման մասնակցեք ընտրություններին, քանի որ կրկնեմ նորից, յուրաքանչյուրիդ ձայնը, յուրաքանչյուրիդ կարծիքը եւ ընտրությունը կարեւոր է եւ օրհասական է Հայաստանի Հանրապետության այսօրվա, օրվա եւ վաղվա գալիք օրվա համար։ Այսօր երբ մենք տեսնում ենք, որ կալանավորվում են սրբազան հայրեր, հասարակական քաղաքական գործիչներ, հաղորդավարներ, մարդիկ, ովքեր իրենց ձայնն են ուղղակի բարձրացնում եւ դեմ են գնում իշխանություններին, սա ազատության մասին չէ, եւ սա դեմոկրատիա չէ, եւ սա դեպի ԵՄ գնալու ճանապարհ չէ։ Սա ուղղակի մի խմբակի ձեռքի գործն է, ովքեր իրենց կամքը, իրենց ցանկություններն են թելադրում եւ այսպիսով դարձնելով այս ամեն ինչը օրակարգ Հայաստանի Հանրապետության համար։ Սա սխալ է։ Սիրելի հայրենակից, դու պետք է գնաս ընտրություններին, որպեսզի վաղը կարողանաս ապրել ազատ երկրում, որպեսզի վաղը կարողանաս ազատ գնալ եկեղեցի, որպեսզի վաղը կարողանաս ազատ քո խոսքը հնչեցնել, քո կարծիքը ունենալ, որպեսզի վաղը քո սերունդների առջև գլուխը չկախես ու Հայաստանի Հանրապետության տարածքի, սուվերեն ու անկախ տարածքի մասին գլուխդ կախ չխոսես ու անցյալով չխոսես։ Կարևոր է, շատ կարևոր է շեշտել մի փաստ, որ յուրաքանչյուր մարդու ձայն դա կարևոր է եւ օրհասական է ընտրությունների ընթացքին։ Գիտեք, ընտրության իրավունքը դա դարերից եկած իրավունք է եւ դեռ հին Հունաստանում, հին Հռոմում մարդիկ օգտվում էին այդ իրավունքից, իրենց ընտրության իրավունքից, քանի որ դուք ամեն օր կատարում եք ինչ-որ ընտրություն, ընտրում եք ամենահասարակը, ինչ հագնել, ուր գնալ, ինչ հրապարակել ձեր սոցցանցերում եւ ընտրեք Հայաստանի համար վաղվա օրը, գնացեք ընտրությունների։ Շատ կարևոր է գիտակցել մի փաստ, որ այսօրվա իրադարձությունները, գործընթացները դասավորվել են այնպես, որ յուրաքանչյուր կուսակցություն ցանկանում է
գալ իշխանության, ունենալ իշխանություն, ինչ-որ փոփոխություն կատարել երկրում, և կարևոր է գիտակցել, որ ոչ միշտ է այդ ամեն ինչը լինում գաղափարախոսական և ոչ միշտ են քարոզարշավի ժամանակ կուսակցությունները տանում առաջ իրենց գաղափարները, իրենց նորմերը, որոնք որ պետք է բերեն ապագայում Հայաստան, և իրենց արժեքները, սակայն պետք է ընտրել գոնե միայն նրա համար, որպեսզի այսօրվա կործանարար իշխանությունները և քաղաքական էլիտա կոչվածները, իհարկե չի կարելի այս ամեն ինչը կոչել քաղաքական էլիտա, բայց ամեն դեպքում քաղաքական էլիտա կոչվածները հեռանան, և յուրաքանչյուր մարդու իրավունքն է, պարտականությունն է և պարտականությունն է, եկեք սրա վրա կանգնենք, գնալ ընտրություններին հունիսի 7-ին և քվեարկել, եթե դուք չեք քվեարկում, չեք գնում ընտրություններին, դա ևս ընտրություն է, ուղղակի ընտրություն առանց ձեզ, քանի որ ընտրվելու է, ձեր ձայնը գնալու է կուսակցության, բոլորս էլ հասկանում ենք, որ իշխանությունը օգտագործելու է վարչական ռեսուրսը, քանի որ բոլոր երկրներում, հիմնականում բոլոր երկրներում այն կուսակցությունը, որը իշխանության է, ինքը նաև լիազորություն ունի օգտագործելու վարչական ռեսուրսը, սա դարերով եկած չգրված օրենքներից է, և էլի եմ կրկնում, սիրելի հայրենակից, գնա ընտրություններին, որպեսզի գնան այսօրվա կործանարար իշխանությունները։ Նաև ուզում եմ խոսեմ սոցցանցերում և ընդհանրապես սոցիալական հարթակներում քարոզարշավի առաջխաղացման դերի մասին, ինչը շատ կարևոր է, քանի որ դուք ամեն օր նույնիսկ թերթելով տեսնում եք տարբեր տեսահոլովակներ, վիդեոներ, միգուցե կեսը զվարճալի են ձեզ թվում, կեսը մի մասը զվարճալի է թվում, մի մասը թվում է, որ կործանարար է և այսպես չի կարող շարունակվել, բայց գիտեք ամենազարմանալին որն է, որ ոչ բոլորն են հիմա գիտակցում, որ ելակ ուտելով, կուկուռուզ ուտելով և ուրախ ավտոբուսով ուղևորվող անձիկ օգտագործում են շատ ուժեղ քաղաքական տեխնոլոգիաներ, որպեսզի կարողանան ազդել մեծ թվով մարդկանց գիտակցությունների վրա։ Մեր անցած թողարկման ընթացքում մենք խոսեցինք սոցիալական ցանցերի դերի մասին մարդկանց գիտակցության վրա և այնտեղ հորդորեցինք, որպեսզի մարդիկ սովորեն տարբերել իրականությունը քարոզչական պրոպագանդայից, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ, թե որն է իրականություն և որն է ուղղակի այն իրականությունը, որը հրամցնում են մարդկանց մանիպուլյացիա։ Այսպիսով, կրկին ու կրկին ցանկանում ենք հորդորել ձեզ, որ չկորցնեք ձեր իրավունքը ընտրություն կայացնելու ձեր պետության համար և հիշեք մեկ կարևոր փաստ, որ քաղաքական էլիտաները դա ուղղակի ընտրված մարդիկ են, ում ընտրում եք հենց դուք, ձեր շահերը ներկայացնելու համար, ձեր արժեքները ներկայացնելու համար, ձեր պետությունը ներկայացնելու համար։ Քաղաքական գործիչ նշանակում է մարդ, ով ծառայելու է հասարակությանը, պետությանը, ժողովրդին, և այդ ծառայողին ընտրելու եք հենց դուք, ձեր ընտրության իրավունքով, որը շնորհված է ձեզ թե սահմանադրությամբ, թե օրենսգրքով և թե ուղղակի այն փաստով, որ դուք հայ եք և Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Շնորհակալ եմ դիտելու համար այսօրվա կարճ, բայց կարևոր իրազեկողական նպատակ ունեցող թողարկումը, մնացեք մեզ հետ, հուսով եմ, որ հունիսի 7-ին մենք կունենանք Հայաստան, որտեղ այլևս չեն լինի այն իշխանությունները և իբրև քաղաքական էլիտա կոչվածները, որոնք որ հիմա այսօր նստած են Հայաստանի Հանրապետության իշխանության ղեկին։ Շնորհակալ եմ, մնացեք մեզ հետ։